Զաքարիա Ձագեցի կաթողիկոս, ներբող նվիրված ամենօրհնյալ Տիրոհու, Աստվածածնի և միշտ կույս Մարիամի ննջումին։ Արարածների արարիչն ի սկզբանե ստեղծեց և գոյացրեց զանազան լուսատուները, որոնք լուսավորում են երկիրը, որպեսզի վանեն գիշերվա խավարն ու մութը և մեզ լույս ընծայեն։ Եվ մեր տեսանելիքները հրճվում են, տեսնելով լուսինն ու աստղերը, ջահերն ու մոմեղենները և բոլորից գերիվեր գտնվող արեգակը, որ հեռացնում է խավարը և մեզ լույս ընծայում։ Այսպիսի ուրախություն է տպավորվում մեր սրտերում, երբ տոնախմբում ենք սուրբերի ու մաքուրների հիշատակը և նրանց մարտում հաղթանակի, նրանց նահատակության տոնն ենք կատարում։ Մաքրափայլելով պայծառում է մեր իշխանական մտքի տեսությունը, և լուսավորվելով հրճվում են մեր սրտի աչքերը, և վեր բարձրանալով թռչում են մեր մտքերը դեպի անմահություն, ըստ այն գրվածի, թե արդարի հիշատակով պայծառանում է ժողովուրդը։ Մեր սրտերը ուրախանում են, երբ տոնախմբում ենք սուրբերի ու մաքուրների հիշատակը, և երբ կատարում ենք նրանց նահատակության, մարտում նրանց հաղթանակի օրը, լուսավորվելով հրճվում են մեր մտքի աչքերը, մեր մտքերը բարձրանում են դեպի բարձունքներ և անմահություն, ըստ գրված այն խոսքի, թե արդարի հիշատակությամբ պայծառանում է ժողովուրդը։ Իսկ որքան արեգակը բարձր, տիրական ու հրաշափառ է, քան մյուս բոլոր լուսատուները, այնպես էլ ամենօրհնյալ Տիրամայրն է բարձր, քան մյուս բոլոր սուրբերը։ Երբ սուրբ և ամենօրհնյալ Տիրամոր և անարատ կույսի ննջման և վերափոխման տոնն ենք կատարում, այնժամ ուրախացած ցնծում է երկինքն ու զվարճանում է երկիրը, և մեզ տոնակից են լինում անմահների բոլոր զորքերը։ Այնժամ նաև Աստծո Հոգու շնորհների պարգևն է տարածվում և զեղվում արարածներիս մեջ, և նույն ինքը ամենօրհնյալ անարատ Սրբուհին բարեխոսում է մեզ համար, երկնքում բացվում են Աստծո շնորհների դռները, և մարդասերի առատ և անչափ ողորմությունը հոսելով իջնում է մեզ մոտ։ Այնժամ պատռվում է մեր մեղքերի կտակը, և ջնջվում է մեր հանցանքների ձեռագիրը, բժշկվում են տաժանելի ցավերը և դաժան ու ծանր ախտերը հոգուց և մարմնից։ Անարատ և ամենօրհնյալ Աստվածածնի բարեխոսությամբ մարդիկ փրկվում են պիղծ և անմաքուր դևերի վտանգներից, չար մարդկանցից, գազաններից ու ավազակներից։ Նա օգնում է ատյանում, պարսպում է գետերի որոգայթներից, ամրացնում է գազանների ու ավազակների դեմ, շրջապատելով պարուրում է ծովի մժկածին ալիքներից, խորտակում է թշնամիների հարձակումները, քաղաքները պահպանում է երկրաշարժից, հեղեղներից ու հրկիզվելուց, քանի որ Աստված աշխարհի բոլոր ազգերի մեջ նրան ընտրեց, որպեսզի ծնվի նրանից։ Նա երանելի կոչվեց աշխարհում բնակվող բոլոր ազգերի կողմից, պատվվեց նախաստեղծ Ադամը, քանի որ Աստծո ձեռքերով գոյացավ, երանվեց Աբրահամը, քանի որ Աստծո բարեկամ անվանվեց, գովվեց նաև Հակոբը, քանի որ Աստծո հետ մենամարտեց, հռչակվեց Մովսեսը, քանի որ Աստծուն տեսավ։ Հաճոյացան մարգարեները, քանի որ Սուրբ Հոգով լցված Աստծո երկնքից երկիր գալուստը քարոզեցին։ Երանելի դարձան առաքյալները, քանի որ բան Աստծուն երկրի վրա մարմնի մեջ տեսան և ձեռքով շոշափեցին կենաց խոսքին։ Իսկ սա անարատ սուրբ կույսը գերազանց և անպատոմ հրաշափառ երանությունների արժանի եղավ։ Մտքերից ու լսելիքից վեր է այն։ Հոր խոսքը, որ առաջ էր ժամերից ու ժամանակներից, որի ծննդյանը տեղյակ էր միայն փառքերի Հայրը, որ Նարգանդից առուսյակից առաջ ծնեց որդուն, նա, ով հոր աթոռակիցն է, ով լույսո հոր անըստվեր լույսն է, ծնողի էության ճառագայթը, կերպարանքը և նկարագիրը,
Արփիափայլ փառքի ծագումը, անպարագրելի եւ աներևույթ Աստծո պատկերը, անսկիզբ բանը անսկզբնական հորից, Սուրբ Հոգու փառակիցը, որին փափագում էին տեսնել անմահների հոգեղեն բանակները, փափագելով բաղձում էին աստվածակիր մարգարեներն ու արդարները, թագավորներն ու հայրապետները տենչում էին գոնե աղոտ կերպով տեսնել, սակայն չկարողացան, իսկ սա այս ամենօրհնյալ սրբուհին իր որովայնում կրեց աստվածության ամբովանդակելի հորը, քանզի հորից ծնված անժամանակ բանը անձրևի պես իջավ երկնքից եւ բնակվեց Սուրբ Կույսի անարատ ու մաքրափայլ որովայնում։ Եվ ինչպես այն ժամանակ վերցնելով Ադամի կողը կատարյալ մարդ շինեց Եվային եւ Ադամից ոչինչ չպակասեց, այսպես բան Աստված մաս վերցնելով Սուրբ Կույսի մարմնի անդամներից իրեն մարմին եւ տաճար շինեց եւ Սուրբ Կույսի մարմնից ոչինչ չպակասեց։ Եվ Կույսի մաքրափայլ որովայնում մարմնի մեջ պարփակվեց անպարագրելի բան Աստված, խառնեց անխառնելիները մարդկությունն աստվածությանը։ Եվ նորաձևվելով հրաշափառ դարձան բնությունները, քանզի մարդկային բնությունը միանալով խառնվեց Աստծուն։ Եվ երբեմնի միմյանց օտար եւ անհաղորդ բնությունները մի եղան, անշփոթ խառնվելով եւ միանալով։ Բան Աստված ամբողջ պահեց երկու բնությունների հատկությունները, միավորված մի անձի մեջ, եւ անժամանակ հինավուրցը ծնվեց իբրև մանուկ։ Այսպիսի գերազանց եւ սքանչելի փառքի հասավ Սուրբ Աստվածածինը, քանի որ Աստծո երկնքում անմայր որդու մայրը եղավ երկրի վրա առանց երկրավոր հոր։ Եվ հորան ժամանակ ծնունդը ժամանակի մեջ ծնվեց մորից մեր փրկության համար։ Մշտնջենավոր լուսո հոր որդին այսօր անարատ Կույսի որդի եղավ հեթանոսների փրկության համար։ Ահա մեծ հրաշափառ եւ զարմանալի խորհուրդ, քանզի փառքերի հայրը երկնքում անսկիզբ որդու ծնողը արժանացրեց ամենաերանելի Կույսին մարմնով ծնելու անբավելի բանին, նա, ում առուսյակից առաջ ծնեց հայրը որդին, այսօր անճռաբար ծնվեց Սուրբ Կույս Մարիամից։ Միածին որդին երկնքում հայր ունի անպարփակ Աստծուն, իսկ երկրում մայր ունի անարատ Կույս Մարիամին, քանզի առուսյակից առաջ արգանդից հոր ծնվածին Սուրբ Կույսը 9 ամիս կրեց իր անարատ ու մաքրափայլ որովայնում, նա, ում հետ խոսեց ամենակալ հայրը ասելով. «Քեզնով է սկսվում զորացումն իմ օրերի»։ Այսօր անքննելի կերպով սկզբնավորվեց անարատ եւ Սուրբ Կույսից Հրեաստանի Բեթխեհեմում։ Նա, ով իր բերանի հրամանով կառավարում է ամբողջ երկինքն ու երկիրը, այսօր վերցվեց Կույսի գիրկը։ Նա իր անապական կաթով սնեց իր արարչին, որ կերակրում է ամենայն կենդանի արարածին։ Եվ արդ ինչ ասեմ, կամ ինչ խոսեմ, քանզի սա գերագույն է ոչ միայն առաքյալներից, մարգարեներից, նախահայրերից, մարտիրոսներից եւ սուրբ վարդապետներից, այլ իշխանություններից ու պետություններից, սերովբեներից ու քերովբեներից եւ բոլոր երկնային զորություններից բարձր է։ Նա գերիվեր է բոլոր արարածներից, քանի որ հրաշագործ խոսքը հորաջ կողմում նստողը անմարմին հոգեղեն եւ հրեղեն բյուրավոր բանակների կողմից երկրպագվողը նրա բնությունից մարմին առավ։ Սրբուհի Աստվածածնի միջոցով աշխարհում ծագեց խաչ, զորության, գավազան եւ կնիկ, պահապան ելնելիս եւ մտնելիս երկրպագողներիս ապավեն։ Անարատ սրբուհու միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց եւ բանսարկուն մարդկության թշնամին լքվեց ստորին սանդարանամետում։ Իր զորքերի խավարային բանակների հետ միասին աքսորվեց լեգիոնը
ջախջախվեց, փշրվեց կամակոր վիշապի գլուխը եւ կերակուր տրվեց հեթանոսներին, որոնք իշխանություն ստացան ոտնակոխ անելու օձերին ու կարիճներին եւ գնալու թշնամու զորության վրայով։ Ամենօրհնյալ Աստվածածնի միջոցով բացվեց կենաց ծառի տենչալի ճանապարհը, քանի որ բոցեղեն սերովբեն սուրբ անմարմին զվարթունը ամփոփեց հրեղեն սուրը եւ մեզ համար բացեց բաղձալի տունկի ճանապարհը։ Անարատ կույսի միջոցով երկրի վրա կառուցվեց, հաստատվեց ավազան եւ ջրից եւ հոգուց ծնվելով Քրիստոս հագանք, չարի խաբեությամբ ապականված հին պատկերից մերկացանք եւ վիշապի կորստյան տանող չար թույնը, որ օծապատիժ դավաճանությամբ թափեց մեզ վրա, դուրս փսխեցինք։ Սուրբ Աստվածածնի միջոցով կուրքերի բագինները տապալվեցին, կործանվեցին եւ Սուրբ ընդհանրական եկեղեցու հիմքերը դրվեցին, եւ հրեշտակները մարդկանց հետ հրճվանքով երգում են հավիտենից արքայի օրհնության երգեր։ Ամենօրհնյալ Աստվածածնի միջոցով նրա ամենօրհնյալ որովայնից անժամանակ բանը անճռապես ծնվելով, մարմին լինելով բնակվեց մեր մեջ եւ իրագործեց մեր փրկությունը, պատարակվելով Գողգոթայի վրա, բաշխեց իր անապական մարմինն ու փրկավետարյունը իբրև կերակուր համայն տիեզերքի կենդանության, որով երբ հաղորդվում ենք սրբությամբ եւ ոչ սովորությամբ, հավատով եւ ոչ երկմտությամբ, հրաշագործվում է մեր ապականացու մարմինը, ինչպես երկաթը քուրայի մեջ շիկանալով հրի կերպարանքը այլ բանի է փոխում։ Երկնքից իջած հացը ճաշակելու միջոցով մարդիկ հրեշտականալով ժառանգում են ընկած հրեշտակների տեղը։ Արդ որ բերանը կարող է պատմել սուրբ եւ անարատ կույսի սուրբ, հռչակելի, հոյակապ ու սքանչելի զարդափայլության մասին, կամ գովեստի ինչ խոսքերով ներբողենք եւ բարեհամբավենք նրան, եդեմական դրախտ անվանենք։ Նա ավելի բարձր է, նրանից կենաց աղբյուրը Տեր Հիսուս Քրիստոսը բխեց եւ 4 բաժանված գետերի 4 ավետարանների քարոզությամբ հավատով աշխարհը լուսավորեց։ Նոյան տապան անվանեմ, նա ավելի բարձր է, քանզի նա մի ընտանիքի մարդկանց պահպանեց ջրհեղեղից, իսկ սա ամբողջ տիեզերքի փրկության պատճառը եղավ։ Անկիզելի Մորենի անվանեմ, նա ավելի բարձր է, քանզի Աստվածության լույսի հուրը իջնելով բնակվեց սրա սուրբ որովայնում եւ սա չբոցակիզվեց, որից ոչ միայն Մովսեսը առաքվեց Եգիպտոս պատժելու փարավոնին եւ փրկելու Իսրայելը, այլ 12 աշակերտները առաքվեցին աշխարհ, կործանեցին անմարմին փարավոնին իր լեգիոն զորքերի հետ միասին եւ բոլոր հեթանոսներին փրկագործելով կոչեց դեպի անմահ կյանք։ Ուստի տապանակ ասեմ սրան, նա ավելի բարձր է, քանզի կրեց ամպրագրելի բան Աստծուն, որ առաջնորդեց ոչ միայն Իսրայելին Եգիպտոսից, այլ նաև մարդկային բոլոր ազգերին այս աշխարհից դեպի երկնային Երուսաղեմ։ Ոսկի սափոր կոչեմ սրան, սա ավելի բարձր է, քանզի կրեց հորան ժամանակ բանին, երկնքից իջած մանանային, անմահության հացին, որ ոչ միայն ապիրատ Իսրայելին կերակրեց, այլ համայն աշխարհին։ Ծաղկած գավազան կոչեմ, սա ավելի բարձր է, քանզի բխելով Հեսեի արմատից եւ ծագելով Դավթի զարմից, ծաղկեց եւ մեզ ընծայեց կենաց ողկույզը, ուրախություն տրտմածներիս, որպես հուրթի բարունակ տարածված տիեզերքի ոլորտներում։ Աշտանակ անվանեմ, քանզի մարմնացած բան Աստված, վառված ճրագ կառուցելով այս 7 բերան ճրագի վրա, հոգու 7 արբյան շնորհները եւ 2 ձիթենիները աջ եւ ձախ կողմերում հին եւ նոր կտակարանները, քանզի առաջին աշտարակից լեզուների բաժանում եւ ազգերի ցրում եղավ, իսկ Աստվածածին սուրբ աշտարակից
ամբողջ տիեզերքի իմի հավաքում դեպի ճշմարիտ հավատը և ուղիղ դավանությունը երանելի սուրբ առաքյալների միջոցով, որոնք խմեցին կենդանի հուրը և գնալով մատուցեցին աշխարհին, որոնք ըմպեցին անմահության բաժակը։ Սա մեզ ընծայվեց որպես արևելք, որ ծագեցրեց մեզ վրա արդարության արեգակին, բարձունքներից վայր իջածին, որ հալածելով մեզնից վանեց աղջամղջի խավարը և անստվեր լույսը առաքեց խավարի և մահվան ստվերների մեջ նստածներիս վրա։ Սա մեզ ընծայեց ապավեն և օգնական լեռը, որից առանց ձեռքի հատվեց վեմը, անճարելի և մարմնացյալ բանաստված, կործանելով խորտակեց կուռքերի մոլությունները, հիմնելով բարձրացրեց ընդհանրական սուրբ եկեղեցին, հաստատուն և պարարտ լեռը, որում բնակվեց Աստված։ Սա իմանալի գեղմն է, որի վրա իջավ անպարագրելի բանաստված որպես ցող և մշտապես հոսելով համայն տիեզերքը լցրեց կենդանի ջրով, որպեսզի խմենք ծարավածներս։ Եսային կանխավ տեսավ սրան, իբրև թեթև ամպ, որի վրա նստեց անժամանակ բանաստված, իջավ Եգիպտոսում և տապալելով կործանեց նրանց բազմաստված մոլորությունները։ Եվ Եգիպտոսը մաքրվելով ընծայեց սուրբ և ճգնազգեստ երանելի հույլերը հրեշտականման նշանագործ կրոնավորների, որոնցից էին Մեծն Անտոնը, Պողոսն ու Մակարը և քրիստոսազգեստ ճգնավորների անհուն հույլերը։ Սրանով վերացվեց Ադամի անեծքը, սրա միջոցով լուծվեց Եվայի տաժանելի և վտանգավոր երկունքը։ Սա շնորհվեց իբրև Սիոն, անշիջանելի ճառագայթներով լուսափայլող։ Քանզի սուրբ և ամենօրհնյալ Աստվածածնի ծնողները՝ Աննան ու Հովակիմը Հուդայի ազգից, բարեպաշտությամբ սնված և աստվածահաճո կարգով էին ապրում իրենց կյանքը, անբիծ ու անարատ էին Տիրոջ և բոլոր մարդկանց առջև, և սուրբ Աննան ամուլ էր։ Երանելի Հովակիմը, հետևելով իր հովիվներին, ելավ լեռը, արտասվագոչ պաղատանքներով մշտաբուխ աղոթքներ մատուցեց Բարձրյալին, Աննան նույնպես աղոթում էր մորմոքող և վիրավոր սրտով։ Նրանք ուժգին գոչմամբ և արտասուքով զավակ էին հայցում բոլորի Տիրոջից։ Եվ քանի որ առավել համարձակություն ունեին առ Աստված իրենց անարատ վարքի պատճառով, հրեշտակը եկավ կանգնեց Աննայի առջև և ավետաբեր ողջույն տվեց, ասելով. «Կհղիանաս և զավակ կծնես և կնվիրես Տիրոջը Աստծո տաճարում»։ Եվ հրեշտակը գնալով խոսեց Հովակիմի հետ։ Հովակիմը շտապ տուն եկավ։ Եվ Աննան ծնեց ամենօրհնյալ պտղին և սնեց 3 տարի, այնուհետև նրան տարան Աստծո տաճար և նվիրեցին Տիրոջը։ Երբ նա դարձավ 14 տարեկան, քահանաները փնտրեցին Աստծուց երկյուղած և պարկեշտ մի մարդու, որ հեռու կլինի ամենայն չարիքից, որպեսզի Մարիամին հանձնեն նրա պահպանությանը։ Հովսեփը հանձն առավ նրա պահպանությունը։ Նա 4 որդի ուներ. Հակովբոս, Հովսես, Սիմոն և Հուդա, և 2 դուստր։ Նրա մասին է ասում Եսային. «Այս կնքված թուղթը կտրվի մի մարդու, որ գիտի դպրություն»։ Եվ Հովսեփը Մարիամին վերցնելով կարգեց իր զավակների մեջ։ Նույն տարում հրեշտակապետը եկավ երկնքից և ավետեց անճարելի բանի՝ երկիր իջնելը, և ուրախաբեր ողջույն տվեց նրան, և հայտնեց, թե «Քո ազգական Եղիսաբեթը հղի է իր ծերության մեջ»։ Մարիամը իր տեսիլքի մասին չպատմեց ոչ Հովսեփին և ոչ էլ նրա զավակներին, բայց խնդրեց Հովսեփին թույլ տալու ելնել Հրեաստան Եղիսաբեթի մոտ։ Եվ Հովսեփը իր որդիներից ու դուստրերից ոմանց Մարիամի հետ որպես ուղեկից ուղարկեց։ Երբ հասան Զաքարիա քահանայապետի տուն և Եղիսաբեթը տեսավ Մարիամին, շտապ ընդառաջ եկավ և խոնարհվելով ընկավ Մարիամի առաջ գետնին։ Եղիսաբեթը օրհնեց Մարիամին և մարգարեացավ նրա որովայնում գտնվող պտղի մասին և նրան Աստծո մայր անվանեց։ Իսկ Զաքարիան խոսել չէր կարողանում։ 3 ամիս նա նրանց մոտ մնաց։ Երբ վերադարձան,
Ամեն բան պատմեցին Հովսեփին, իսկ Հովսեփը հիացած ու զարմացած էր, քանի որ տեսնում էր նրա դեմքին Սուրբ Հոգու փայլը։ Երբ 6 ամիս անց երևաց նրա աշխարհակեցույց և հրաշափառ հղիությունը, Հովսեփն ասաց Մարիամին. «Երդվեցնում եմ քեզ Իսրայելի Տեր Աստծով, պատմիր ինձ, ինչ որ քեզ պատահեց»։ Եվ Մարիամը պատմեց նրան իր տեսիլքն ու հրեշտակապետի ավետիսը, և հավատաց Հովսեփը, և փառավորեց հրաշագործ Աստծուն։ Եվ ինչպես որ Պետրոսն ընկավ Հիսուսի ծնկներին և ասաց. «Ինձնից հեռու գնա, Տեր, որովհետև ես մեղավոր մարդ եմ», այնպես էլ Հովսեփն ասաց, թե Ահարոնի որդիները, երբ օտար կրակ գցեցին խորանի մեջ, Տիրոջ առաջ բոցակես եղան, արդ, եթե սա մնա իմ տանը, ես և իմ զավակները կմեռնենք։ Եվ եթե հրեաներին պատմեմ, չեն հավատա, քանի որ մարգարեներին էլ չհավատացին, կչարչարեն ու կխոշտանգեն սրան, և Աստծո բարկությունը կշարժեն Իսրայելի վրա, այլ լռելյայն արձակեմ սրան, և Սուրբ Հոգին, որ հովանի է նրան, կպահպանի նրան։ Եվ նրան երևաց Տիրոջ հրեշտակն ու ասաց. «Մի երկնչիր քեզ մոտ առնել Մարիամին»։ Եվ Հովսեփի երկյուղը փարատվեց։ Իսկ քահանաներին լուր հասավ, թե կույսը, որ տվեցինք Հովսեփին ի պահպանություն, հղի է, և քահանաները մարդիկ ուղարկեցին Հովսեփին ու Մարիամին տաճար բերելու։ Նրանք խորհում էին սպանել Հովսեփին հավաքված բազմության առջև, և Հովսեփը արդարացրեց իրեն և պատմեց սքանչելի տեսիլքը, որ Արարիչը գործեց։ 15 տարեկան էր ամենաերանելի Մարիամը, երբ ծնվեց բան Աստված, հոր անժամանակ ծնունդը։ Իսկ Փրկչի աշխարհակեցույց չարչարանքների ժամանակ անարատ սրբուհին 48 տարեկան էր։ Տիրոջ համբարձումից հետո երանելի Մարիամը անարատ վարքով մարմնի մեջ ապրեց 11 տարի։ Անարատ Աստվածածինը 59 տարեկան էր, և նրա գեղեցկությունն ու վայելչությունը չէր փոփոխվել, այլ մնացել էր այնպիսին, ինչպիսին երբ Տիրոջ տաճարում էր։ Երանելի Սուրբ Կույսն ապրում էր Երուսաղեմում իր ծնողների տանը, և նրան սպասավորում էր Հովհաննեսը։ Մի օր Աստվածածնին տեսիլք երևաց, թե պիտի փոխվես այս երկրից հավետ կենդանիների աշխարհ։ Եվ նա խնդրեց Տիրոջը տեսնել բոլոր երանելի սուրբ առաքյալներին, քանի որ գնացել էին հեռու երկրներ, ցրվել էին ամբողջ աշխարհում, քարոզելու տիեզերքի փրկության ավետարանը։ Եվ սուրբ ամպեր հափշտակեցին աստվածախոս սուրբ առաքյալներին ամեն մի երկրից և զանազան գործերից, և նրանք մի ակնթարթում եկան հավաքվեցին Երուսաղեմում և կանգնեցին Սուրբ Աստվածածնի դիմաց, մինչ նա դրված էր իր սուրբ անկողնում։ Սուրբ առաքյալները շրջապատեցին նրան, նստեցին նրա մահճի շուրջը և արթուն մնալով միմյանց հետ խոսեցին փրկության խոսքեր։ Գիշերով սաստիկ երկրաշարժ, սքանչելիք և փայլատակություն ճառագեց նրանց շուրջը, և ահա Քրիստոս, տերերի Տերն ու սերովբեների Թագավորը, եկավ կանգնեց նրանց մեջ։ Երբ լույսը բացվեց, ամենօրհնյալ Աստվածածինը ննջեց, և փառքերի Տերը աներևութացավ նրանց աչքից։ Երանելի առաքյալները վերցրին սուրբ նշխարները ջահերով և մոմեղեններով, սաղմոսներով և օրհնությամբ, իսկ սուրբ հրեշտակների բանակները վայր իջնելով երգում էին նրանց հետ։ Քաղաքը լցվեց նրանց հոգևոր երգերի հնչյուններով։ Երկնայիններն իջած երգում էին, և ամբողջ բազմությունը մի վայրում հավաքվելով շտապում էր տեսնել հրաշափառ և սքանչելի գործը։ Անօրեն հրեաները զայրանալով կամեցան հափշտակել և այրել հոգևոր սուրբ գանձը, իսկ քահանայապետը բռնեց դագաղից և կամեցավ վայր գցել այն, սակայն արմունկից պոկվեց նրա ձեռքը, և նա աղաղակեց դեպի Պետրոսն ու նրա աշակերտները. «Ողորմեցեք ինձ, Քրիստոսի աշակերտներ»։ Եվ Պետրոսն ասաց. «Հավատո՞ւմ ես անժամանակ բան Աստծուն»։ Եվ նա ասաց. «Հավատում եմ»։ Եվ նույն պահին ողջացավ ձեռքը, և այն օրը հավատացին և Քրիստոսով մկրտվեցին շատերը։ Իսկ սուրբ առաքյալները
ամենօրտնյալ սրբուհու մարմինը տարան և ամփոփեցին Գեթսեմանի ձորում, և առաքյալները մի քանի օր մնացին Երուսաղեմում։ Եվ ահա երրորդ օրը Հնդկաստանից եկավ Թովմասը և աղաչեց ու խնդրեց Պետրոսին և մյուս առաքյալներին տեսնելու կենաց գանձը, երանելի Մարիամի անարատ Աստվածածնի սուրբ նշխարները ասելով, որպեսզի արժանի լինեմ համբուրել անճարելի բան Աստծո տաճարին։ Բոլոր աշակերտները բազում ժողովրդի հետ միասին ճանապարհ ընկան դեպի սուրբ գանձի տեղը, կատարելու սուրբ Թովմասի տենչանքը։ Եվ ահով ու դողությամբ աղոթելով բացեցին երկնավոր գանձի տապանը, և ոչինչ չգտան այնտեղ բացի պատանքից, և փառավորելով Աստծուն վերադարձան։ Պետրոսն ասաց բազմությանը. «Իմ սիրելիներ ու հավատակիցներ, ուղիղ փառավորությամբ ամենօրտնյալ սուրբ և անբաժանելի միությանը դավանողներ, ունկնդրեք դրեք իմ բերանի խոսքերին։ Վեցթևյան սերովբեները երանելի են, քանի որ ներձ են անհասանելի աստվածությանը, բազմաչյա քերովբեները ցանկալի են, քանի որ մոտ են Սուրբ Երրորդությանը։ Քարակերպյան կենդանիները երանելի են, քանի որ անհաս տերության աթոռներն են, և բոլոր զորությունները բաղձալի են, քանի որ սպասավոր են անժամանակ գերազանց լույսին։ Իսկ սա առավել մեծ փառքի հասավ և սքանչելի պատվի արժանի եղավ, քան բոլորը, քանի որ սրա մեջ բնակվեց անճարելի բան Աստված և մարմին առավ սրա բնությունից և խառնեց իր անխառնելի աստվածությանը։ Երկու կատարյալ գոյություններից մի կատարյալ գոյություն Աստված Հորից և Մարդ Կույսից, երկնքում անմայր և երկրում անհայր։ Հորից անժամանակ ծնվեց անմայր, իսկ Կույսից ծնվեց ժամանակի մեջ անհայր, որի համար էլ Աստվածածին ենք անվանում նրան, քանի որ մարմնով ծնեց բան Աստծուն, որով մահը կործանվեց, դժոխքը խորտակվեց, և մահը չկարողացավ նրան տիրել, քանի որ նրա անարատ վարքի մեջ մահվան համար տեղ չկար, սակայն նախահոր մեղքերի պատճառով մահ ճաշակեց։ Եվ այժմ մարմնով վերափոխվեց հավերժ կենդանիների երկիրը և դեպի դրախտի տենչալի կենաց ծառը, ուր կան տեսակ հրաշափառ տունկեր, որոնք զարդափայլում են համեղ ու գունեղ պտուղներով, ուր Եդեմածին մշտաբուխ աղբյուրը 4 բաժանված գետերով հավերժ հոսելով ջրում զվարճացնում է դրախտի տենչալի վայրը, և անմարմին Սուրբ Սերովբեն փակ է պահում կենաց ծառի ճանապարհը, ուր այսօր վերափոխվեց Սուրբ Աստվածածինը, միշտ կենդանի մայրը, քանի որ անմահության բաժակը ճաշակեց և միշտ բարեխոսում է աշխարհի համար։ Արդ, ով ամենօրտնյալ Աստվածածին, ոսկի, արծաթ, կնդրուկ և զմուրշ չունեմ, որպեսզի մոգերի հետ գալով ընծայեմ հրաշափառ ծնունդիդ, կամ էլ գեղեցկատես տաճար շինեմ, այլ իմ աղքատ ու չքավոր մտքի փոքրիկ խոսքը քեզ հարմարեցրի։ Ընդունի՛ր այն իբրև քեզ հաճելի և բարեխոսի՛ր մեր բոլորի Տիրոջ մոտ, որպեսզի ինձ չհեռացնի հավիտենական կյանքից, այլ արժանի դարձնի հասնել և անմարմին զորքերի հետ փառավորել Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից։ Ամեն։